Հանուն Հորի Որդու եւ Ոգու Սրբու ամեն։ Հոր իմաստություն Հիսուս, տուր ինձ իմաստություն, որ ամեն ժամ քո առաջ խորհեմ, խոսեմ եւ գործեմ բարին, եւ փրկին ինձ չար խոհերից, խոսքերից եւ գործերից, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից, ըստ գործը սրած մերոտ ուղի գարայի մեզ դեր, եւ ըստ գործը սրած մերոտ հաջողա մեզ դեր։ Ամեն։ Ողջույն մեր սիրելի ժողովրդին, սկսում ենք քրիստոնեական դաստիարակություն հաղորդաշարը, ինչը եկեղեցին շարքից, գիտեք որ մենք խոսում ենք զանազան նյութերի շուրջ կապված մեր այսօրվա ժողովրդի հարցադրումների հետ, ուրեմն այսօր պետք է այդ շարունակությունից խոսենք ինչ է ապաշխարություն։ Ես իմ ընդհանուր հարցերը կկարդամ, բայց մենք այս հարցերից մի քանիսը շարունակական պետք է խոսենք, ուղղակի այստեղ ընդհանուր կարդամ, թե ինչպեսին է ապաշխարությունը, ինչ է իրենից ներկայացնում։ Ուրեմն ինչ է ապաշխարությունը, ինչու եւ ինչպես պետք է ապաշխարենք, ապաշխարությունը ինչ է տալիս մեղավորին, սահման կա ապաշխարության համար կանոններ կան հայ եկեղեցում, պետք է խոստովանենք քահանայի առջև, ինչ կարիք կա, խոստովանությունը կարևոր է, ես արդեն ապաշխարել եմ, ապաշխարեցի ու փրկության արժանացա, ճիշտ է այս խոսքը, եթե մարդը մեղավոր է եւ ապաշխարեց ու մեղքերի թողություն ստացավ, հետո ինչ է լինելու։ Մոտավորապես այս հարցերն են, որոնք կարծում եմ մեր ժողովրդին կհետաքրեն, քանի որ շատ անգամ մենք կողքերից որոշ բաներ ենք լսում, որ եթե մարդ ասենք ապաշխարեց, ուրեմն վերջացավ, փրկության արժանացավ, որ մենք դեպի բացատրենք, որ ապաշխարությունը ինչ կարևորություն ունի, ինչ է, ինչու համար ենք ապաշխարում, արդյոք պետք է ապաշխարել եւ այլն։ Հարցերը կարդացի արդեն, միայն ասեմ, որ ապաշխարությունը մեր եկեղեցում 7 խորհուրդներից մեկն է։ Դա այդ խորհուրդների շարքին կան մկրտությունը, դրոշմը, հաղորդությունը, ապաշխարությունը, ձեռնադրություն, վերջինոցում, պսակ եւ այլն։ Ուրեմն այսօր մենք պետք է խոսենք այս մասին, ծանոթացնելու ժողովրդին, թե արդյոք պիտի ապաշխարենք կամ ոչ։ Կամ ինչու պետք է ապաշխարենք։ Հետաքրքիր է, դերը նախ նորից հարցերից մեկը, որ ինձ մի քանի անգամ տարբեր անձինք տվել են, հետեւյալն էր. հայ եկեղեցին ինչու ապաշխարության մասին չի խոսում։ Եվ այս հարցին շատ տարօրինակ թվաց, նախ որովհետև ընդհանրապես հայ եկեղեցու ամբողջ ուսմունքը հիմնականում ապաշխարության ուսմունքի հիման վրա է հիմնված, որից հետո արդեն գալիս է հարությունն ու փրկության հույսը։ Երկրորդը ինձ թվում է այսպիսի անձինք, այն անձինք, ովքեր այս հարցադրումներն են տալիս, նրանք այն անձինք են, ովքեր որ եկեղեցու կյանքում չկան, կամ ընդհանրապես չկան, կամ եթե կան էլ զուտ ներկայություն են, ոչ թե մասնակցում են եկեղեցուն, որովհետև եթե ուշադիր լինեն, կտեսնեն, որ ապաշխարության խորհուրդը ամենուր է եւ ապաշխարության պատգամը ամենուր է եւ ինչու ապաշխարել այս հարցադրումը կամ երևի այստեղից սկսենք, հենց գալիս է Քրիստոսից։ Երբ որ մենք տեսնում ենք Քրիստոսին ավետարաններում, առաջի խոսքերը, որ Քրիստոս արտասանեց, ապաշխարության խոսքերն են, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ուրեմն սրա կարևորությունը արդեն Քրիստոս ինքը մեզ տվեց, որ առաջի ու հիմնական խորհուրդը կարծես մարդու փոփոխման, վերստին վերակենտրոնացման, նոր մարդ, հոգևոր մարդ դառնալու ապաշխարությունից է սկսում։ Շարունակությունը ասենք, ուրեմն որ ասացիր ապաշխարեցեք, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Ավետարանից մեջբերումներ են։ Հետաքրքիր է, այո։ Սա Ղուկասի մեջ էր դեր, իսկ Մատթեոսի մեջ, որ մի քիչ տարբեր է, այսինքն ավելի տարբեր պատգամ է տալիս, հենց այս բառերով կարծես Քրիստոս սկսեց իր, այսինքն փորձությունից անմիջապես հետո, երբ որ արդեն սատանային հաղթեց, երբ որ սկսեց քարոզխոսությունը, առաջի բառերը արտասանելը սրանք էին. ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է, արդեն իսկ իրենից առաջ Հովհաննես Մկրտիչն էր այս մասին խոսում, եւ հետաքրքիր մի միտք էր ասում, որ նույն Մատթեոս 3-ի մեջ ենք տեսնում արդեն մի գլուխ առաջ, որ կացին արմատի վրա է դրված, պիտի կտրի, զգուշացեք։ Եվ ուրեմն այսօրվա մեր աշխարհը թերևս ամենակարևոր հենց այս պատգամի գիտակցությունը կորցրել է, որ ապաշխարությունը մեծագույն պատգամն է բերված Քրիստոսից։ Բառը ինչ է նշանակում։ Նշանակում է զղջալ, կատարված հանցանքի, սխալի համար եւ մեղքը քավել։ Նաեւ կարելի ասել, որ ապաշխարություն նշանակում է խոստովանանք, խոստովանություն մեղքերի համար։ Խոստովանում ես եւ քեզ թողություն են տալիս քո իմացածի համար, ինչ որ սխալ ես գործել, փորձում ես այդ սխալի գիտակցություն ունենալ եւ ուզում ես, որ ինչ որ մեկը, ասենք, քեզի թողություն տա։ Այդ ինչ որ մեկը կամ քահանան է կամ քահանայի միջոցով Հիսուս Քրիստոսն է։
որովհետև քեզ միայն թողություն կարող է տալ օծված ձեռնադրված քահանան, որը դառնում է մի տեսակ քո մեղքի եւ Հիսուսի փրկության միջնորդը։ Այո։ Այդ պայմանները ինչ են ապաշխարության։ Ինչ կարելի է, պայմանը ինչ է։ Ես մի երեք բան կարծեմ հայ որովհետեւ ուրեմն ապաշխարության խորհրդի պայմանները 3-ն են։ Առաջինը՝ անկեղծ, ճշմարիտ եւ գիտակից զղջումն է գործած մեղքերի համար։ Սա առաջինն է։ Երկրորդը՝ խոստովանությունն է գործած մեղքի ընդունումը, այսինքն խոստովանես, որ մեղք գործել ես եւ ընդունես։ Երրորդ պայմանը հատուցումն է կամ կրած պատիժը, որը եկեղեցին սահմանում է հանցանքների ծանրության համապատասխան հոգեպես վերաշինվելու համար։ Այսինքն հիմա այդպեսի պատիժ մեր եկեղեցին այս շրջանում չի սահմանում, առաջներում էր, որ շատ խիստ էին այդ տեսակետից։ Եվ մի քանի տարի զղջումի ապաշխարության բան ժամանակ էին տրամադրում, որ դու կարողանաս անդրադառնալ քո մեղքերի համար։ Գիտեք, քանի որ այս պատիժի մասին խոսեցիք եւ ոմանք հիմա կարող են ասել, տես եկեղեցին ինչքան խիստ էր ժամանակին, պատժում էր եւ այլն, ամենահիմնական ու ամենամեծ պատիժներից մեկը, որ հայ եկեղեցին է տվել, որ երբեք որևիցե մեկին չի վառել, կախաղան չի հանել կամ եւ այլն, հետեւյալն է եղել. Սուրբ հաղորդությունից մարդուն ժամանակավոր կտրելը։ Այսինքն համարվում էր, որ եթե այն հավատացել եւ սա հենց մեր նախորդ թեմաներին է առնչվում, որ այն հավատացյալը, որ եկեղեցի պիտի գար, բայց հաղորդություն չստանար, սա արդեն մեծագույն պատիժներից մեկն էր, որովհետև ինքն իրեն զրկում էր Քրիստոսի մարմնին եւ արյան հաղորդվելուն։ Այսօրվա օրով հետո մենք այս մասին խոսել ենք, հայ մարդը կարծես ինքն է իրեն պատժում։ Ինքն իրեն պատժում է չգնալով եւ հաղորդություն չստանալով։ Եկեղեցին հայ հավատացյալին, որ այնքան ամուր էր հավատքի մեջ, մեծ պատիժը սահմանում էր հաղորդություն չստանալը, այսօր մարդիկ իրենք ընդհանրապես ցանկություն չունեն հաղորդվելու եւ կարծես եկեղեցու աչքերում իրենք իրենց պատժում են։ Բայց խնդիր մի հատ կա, կարող է մեկը այսպես մի հարց տա արդարանալու համար։ Ծիրով։ Չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ եւ փրկվել։ Չէ՞։ Հիմա եթե մեկ այդ խոսում ես, ասում ես դե ջան, այս հավատանեմ, այնքան հոգս կա, այնքան նեղություն ունենք, այնքան դժվարություններ կան, այդ ժամանակը չի մնում որ կան մեր մեղքերը խոստովանենք ու փրկվենք։ Չէ՞։ Այդպեսի հարցեր կարող է տա մարդիկ կան արդարանալու համար, որ իրենք ասենք եկեղեցի չեն գալիս, չեն խոստովանում, հաղորդություն չեն ստանում, ժամանակ չունեն, հասկացա՞ր, հետաքրքիր մի այսպեսի բովանդակությամբ խոսք ունի Հովհան Ոսկեբերան հայրապետը, համեմատում է ասենք մարդու այդ վիճակի զինվորի վիճակին։ Պարզ սովորական ասենք զինվորի վիճակին, դա զինվորը ինչ պիտի անի, երբ որ ասենք ինքը պարտականություն ունի։ Ժամանակին թագավորական շրջանի մասին է խոսքը, ասում է զինվորը, եթե թագավորի կողմից միշտ խրամվում է, իրան հոգատարեն ամեն ինչով, ինքը թագավորի համար պատերազմի մեջ չպետք է կռվի։ Չէ՞։ Ինչպես կարող է չկռվել, ասում եմ, որ կնշանակի ինքը անհոգ մեկն է։ Եթե ինքը թագավորը այդքան իրեն համար ամեն ինչ անում է, բայց ինքը չի ուզում, ասենք, այդ բանամ համար կռվի։ Այս սա համեմատում եմ մարդու մեղքերի հետ։ Ուրեմն ասում եմ, ինչպես կարող է խուսափել պատժից նա, ով ապրելով թագավորի հաշվին չի ուզում պատերազմել նրա համար։ Հիմա կհարցես, թե ապրելով աշխարհում բազում հոգսերի մեջ կարող եմ արդյոք պատերազմել, հոգ տանել եւ փրկվել։ Ինչ ես ասում, ով մարդ, ուզում ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե տեղն է փրկում, այլ ապրելակերպը եւ հոժարակամությունը։ Աթամը դրախտում այնպես էր, ինչպես նավը խաղը նավահանգստում, բայց նավաբեկության ենթարկվեց։ Իսկ Ղովտը ապրելով Սոդոմացիների մեջ, ինչպես ալեկոծ ծովում փրկվեց։ Հոբն արժանացավ արդարացման լինելով հալածանքների մեջ։ Իսկ Սավուղը ապրելով պալատներում զրկվեց թե այս եւ թե գալիք թագավորությունից։ Արդարացում չեմ կարող լինել, չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ եւ փրկվել խոսքերը։ Իսկ գիտեք թե որտեղից է առաջանում նման ինքնաարդարացումը։ Նրանից, որ հաջողակի չեք գալիս մի մասը աղոթքի, մյուսները աստվածային սուրբ պատարագին։ Ասել Հովհան Ոսկեբերան հայրապետն որ ապրել է մինչև 405 թիվ, ուրեմն տեսեք այդ ժամանակահատվածը։ Հետաքրքիր բան է, լինելով հույն Հովհան Ոսկեբերան թերևս այս միտքը չպիտի ունենար, որտեղ հայերեն ըստ երևույթին չգիտեր, բայց մեր հայրերը բացառիկ բառ են որոշել այս ապաշխարություն բառ ասելը։ Օրինակ նույն այդ բառերը, երբ որ դուք շեշտեցիք, աշխարհը չի թողնում, որ մենք գնանք եւ այլն, դրա համար մեր եկեղեցու հայրերը կամ մեր մեծերը, ասենք ի տարբերություն այլ բառերի, որոնք որ կան տարբեր լեզուներում, բառը այսպես դրեց՝ ապաշխարություն։ Եվ իրականում, երբ որ ծագումնաբանությունը նայում եք, տարբեր իհարկե բացատրություններ կան, բայց հիմնականը հետեւյալն է. ապաշխարից հրաժարում, զղջում։
Իսկ ինչ է աշխարհը, եթե ոչ նույն հենց եկեղեցու սրբերի խորհրդով կամ մեկնությամբ մարդկային ստեղծած հասարակարգը, մարդունը։ Այսինքն նույն հունարեն կոսմոս բառը, ոչ թե երկիր բառը, որ մենք այս մասին խոսում ենք, ոչ թե գեան երկիրը, որ Աստված արարեց, Աստված ստեղծեց երկիրը։ Եվ մենք ծննդոցի մեջ կարծում ենք, ի սկզբանե արար Աստված երկիր եւ երկին, երկին կամ եւ երկիր, այսինքն երկինքն ու երկիրը։ Երկիրը Աստծո արարչագործությունն է, աշխարհը մեր ստեղծածն է։ Եվ ամբողջ հիմնական գաղափարը եկեղեցին այստեղ էր դրել։ Եթե մարդկային այս աշխարհի թոհուբոյից, կեղտից չփորձի հրաժարվել եւ ինքն իրեն չմաքրի, չի կարող Աստծուն տեսնել։ Այլ խոսքով, միջև ինքը չփորձի իր աչքերի ճպուրները հանել, ինչպես որ Կողբացին պիտի ասեր, չի կարող լույսը տեսնել։ Դա մեկը կարող է հարցն ասել, ու չաբրենք։ Իհարկե, այս աշխարհում չաբրենք, ուրեմն եթե պետք է միայն մտածենք, որ մեղքեր ունենք, անցած մեղքեր ունենք եւ թողություն ուզենք մեր մեղքերին չաբրենք, ամենուրով մեղք ենք գործում։ Տերեր, այդ նույն բանը կլինի, որ ես այդ մարդուն հարցնեմ, երբևէ որևիցե մեկը քեզ ոչ մեկ չի ասում չապրել, բայց երբևէ լվացվում ես, լողանում ես։ Ապաշխարությունը մշտական լվացում է։ Եվ այդ լվացումը քեզ չի խանգարում, որ քո ապրելը դու շարունակես, հավելին, լվացումը քեզ օգնում է, որ դու մաքուր ապրես։ Ուրեմն ապաշխարություն նշանակում է հոգեպես, մշտապես մաքրագործում, մաքրված մտնել, որովհետև եթե մտանք օրվա մեր հոգսերին, երբ որ տուն ենք վերադառնում, արդեն բավական քրտնած ենք, արդեն բավական կեղտ կա, արդեն բավական հոգնած ենք, եւ կամ գիշերը, կամ առավոտյան մենք մեզ լվանում ենք։ Հետաքրքիր դու ասացի իման վրա, դες ինչ պետք է անի այդ տվյալ մարդը, եթե աշխարհի մեջ է եւ ամեն րոպե ասենք մեղք է գործում, ուզում է ինքը մաքրվել, ասում եմ, եթե մարդը դուրսից գալիս է, մի հատ լվացվում է, չէ՞ տունը։ Ինչ պետք է անի մարդը, եթե ասենք մի բան մեղք է գործել, չէ՞։ Հետաքրքիր է այստեղ այս մեր հայրերից մեկը ինչպես հետաքրքիր այս մեջբերում ունի, դրա համար թե ինչ կարելի ասել, որ Աստված իրեն ների։ Երբ խղճիտ կամ Աստծո օրենքի շնորհիվ քո մեջ նկատես մտքի, խոսքի, մտածումի մեղք կամ որևէ կիրք կամ չար սովորություն, նույն պահին թեկուզ մտովի ապաշխարիր այսպես դիմելով Աստծուն. Տեր, ների եւ օգնիր։ Այսինքն ների, որ մեղանչեցի եւ օգնիր, որ չմեղանչեմ քո հանդեպ։ Դες ինչ հետաքրքիր բան ասում։ Այս աղոթքով դիվային ազատությունները վանում ենք մեզանից։ Եթե նորից կգնվի, նորից այս աղոթքով անհրաժեշտ է վանել եւ դրանով հետսեթե կնված են չար մտքերը եւ մեղսալից սովորությունները։ Եվ սա կարելի ասենք քնից առաջել, իշես ասենք այդ աղոթքը երբեմն կդառնա քեզ համար սովորություն, որ ամեն անգամ ասես, դեր մեղավոր մարդ եմ, ների իմ մեղքերս, օգնիր, որպեսզի ես չարը ինձ չհաղթի։ Ես բարձ մի բան, բարձ մի նախադասություն, չէ՞։ Պետք չի որ երկարաբար նեսես մի ամբողջ ասենք աստվածաշունչը կարդաս կամ մի երկար աղոթների շարան։ Տեր ների եւ օգնիր, որպեսզի կարողանամ ազատվեմ այս նեղությունից։ Այո, դերեր հիմա ձեր խոսքի վրա 3 եւ կարծում եմ որ մեր հերոստատիտողները այս 3 հիմնական սկզբունքները պիտի գիտակցեն, ամեն մեկը մի տեղ է։ Անձինք կան, որոնք որ գիտակցություն չունեն, որ իրենք մեղսալից կյանքով են ապրում։ Սրանց է պետք այդ գիտակցությունը, որ առաջինն էր դուք ասեցիք, ուրեմն ապաշխարության խորհրդին հասնելու համար 3 հիմնական բան էր պետք։ Առաջինը գիտակցություն, որ մեղք եմ գործում կամ որ մեղքի մեջ եմ։ Շատ շատերը ճնշող մեծամասնությունը այս գիտակցությունը չունեն, իրենք մտածում են, եթե ես մարդասպան չեմ, եթե ես անառակ չեմ, եթե ես գող չեմ, ուրեմն ես մեղավոր մարդ չեմ։ Ուրեմն երբ որ այս գիտակցությունից վեր դուրս եկան, կհասնի երկրորդը խոստովանանքը, որ պիտի կատարվի եկեղեցում քահանային դուք խոսեցիք, որովհետև Քրիստոս ձեզ ոչ թե ինձ իշխանություն տվեց կապելու եւ արձակելու, եւ հիմա այդ իշխանությունը դուք ձեր մոտ ունեք։ Սա երկրորդ բան է, թերևս ոմանք արդեն կան, որ գիտակցում են, որ իրենք ասենք մեղսալի կյանքով են ապրում, բայց քաջությունը չունեն գնալ խոստովանել իրենց մեղքերը։ Ոմանք ասում են, ես քահանան արժանի չեմ ուզում գնամ խոստովանեմ, հաղորդություն ստանամ իր ձեռքից։ Երբեմն էս խոսացում։ Թող պատարակի գնա Հովան Ոսկեբերյանի ասած գոնե։ Այդ եմ ասում, ասենք քահանան այսօր միջնորդ է։ Եվ որ դու Հիսուսի մարմինը եւ արյունը պիտի ստանաս, մենք խոսել ենք այսօր, շատ ենք խոսել։ Բայց քանի որ տեղն է ասեմ, Հիսուսի մարմինը եւ արյունը պիտի ստանաս, դու գնում ես քեզի փրկողի մոտ։ Քահանան քեզի թողություն տվողն է, որը ունի այդ իշխանությունը, բայց նա իբրև անհատ այդ պայն ինքը չի։ Քեզի փրկողը Հիսուս Քրիստոսը է։ Դու նա մարմինը եւ արյունն ես ստանալու։ Ուրեմն չի կարելի քննադատել որևէ ասենք հոգեվոր պաշտոնյայի, որ այդ պահին դառնում է միջնորդ քեզի փրկության արժանացնելու։ Գիտեք, ինչպես որ Հովան Ոսկեբերյանն էր ասում, կարծում եմ հենց այստեղ էլ նույն բառագան է, որ շատերը ուղակի իրենց խնդիրներից ելնելով
խնդիրը դիմացինի մեջ են տեսնում։ Եթե օրինակ այս տեր հայրին չես վստահում անձնական խոստովանության, որ շատ հաճախ կար ու պիտի լիներ, գոնե ընդհանրական խոստովանության գնա եւ այնտեղ մեղքերդ խոստովանի, բայց խոստովանությունը քահանային եւ քահանայից ուրեմն արձակում ստանալը պարտադիր է։ Եվ երրորդը, որ շատ քչերն են հասնում երրորդ աստիճանին, հետևեն, որ գիտակցեցին, որ խոստովանեցին իրենց մեղքերը եւ որոշեցին այլևս չանել, ինչպես որ Զաքեոսը պիտի աներ, եւ հատուցեցին։ Մեկից եթե վերցեցիք հառապատիկ պիտի տամ, այս միտքը, որովհետեւ առանց հատուցելու ամբողջական չէ։ Եվ շատ քչերն են, որ հասնում են այնտեղ, որ իրենց սխալ ընթացքը սրբագրելու համար հատուցեն։ Բայց սա պարտադիր է։ Հետո հայք, նրբություն կա։ Մարդիկ կան, որ ասում են ժամանակ ունենք, կապ աշխարհենք, հիմա ժամանակը չի։ Երբ որ ժամանակը գա, մենք այդ բանը կանենք, բայց երբ է ժամանակը։ Հետաքրքիր մի հատ միտք կա, այստեղ ուզում եմ կարդամ, որ ժամանակը երբ է, որ մարդը այսպես ժամանակ չունեմ հիմա ես աղոթելու, գնալու ապաշխարության, ճանապարհը ընտրելու, ասում եմ հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այս հանդիսահաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ, այսինքն վերջում էլ չգիտես վերջը երբ է, երբ պետք է կարողանաս այս ներկա ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը դադի։ Հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը լուսապսակների։ Այժմ պահան է աշխատանքի, իսկ այն ժամանակ հանգստի եւ ուրախության։ Հիմա է ժամը հոգնատաշ լինելու, իսկ այն ժամանակ վարձատրության։ Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք եւ լսեք ջանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ։ Մենք ապրում ենք մամնավոր կերպով, հիմա արդեն սկսենք ապրել հոգևոր ձևով։ Ապրում ենք մամնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ։ Ապրում ենք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ։ Ախր ինչ ունես սպարտանալու, ով հող ու մոխիր։ Սա Հովհան Ոսկեբերյանի խոսքերն են, հետաքրքիր։ Այո։ Չէ, ասենք մարդը ով է, հող ու մոխիր։ Ինչ ենք դառնում։ Հետաքրքիր է, որ նույն եկեղեցու հայրերը 4-5-րդ դարերի այս միտքն են վերում, որ չար կոչվածը, որ երբեք էլ վախենալու այսպես դեմքով մեկը չի, մի ծրագիր ունի։ Ինքը, քանի որ Աստծոց մեծագույն նվեր ունենք ժամանակ կոչվածը, ինքը մշտապես մարդուն այն վիճակի մեջ է փորձում դնել, որ դեռ ժամանակ կա, եւ իրականում ինչ է կատարվում, ժամանակը վատնում ես։ Որը ժամանակը չգիտես երբ է հատնելու։ Այսինքն ամենից կարևոր նվերը, որ Աստված քեզ տվեց եւ հենց այստեղ էր Ոսկեբերյան մեծ հայրապետը, որ ասում էր ժամանակը այստեղ տրվել է, որ ապաշխարելով անցկացնես, դու վատնում ես որևիցե այլ բանի վրա։ Եվ երբ որ արդեն վերջացավ ժամանակը, վերջի վարկյանը հասավ, արդեն ինչ դուրս եղավ, դու ամբողջ կյանքդ շեղված գնացիր եւ իրականությունը չտեսար եւ արդեն պիտի կանգնես դատաստանի առջև առանց ապաշխարության գիտակցության։ Ուրեմն սա ամենից ցավալին է։ Իրապես այս ժամանակը մեր համար տրված է, որ մենք սղագրենք մեր սխալները եւ դրանով ոչ թե մենք ինչ որ վատ կյանքով ենք ապրելու, այլ լավ։ Այսինքն ես սկսելու եմ ավելի դրական, ավելի լուսավոր տեսնել աշխարհը։ Երբ որ մարդը ասենք թե գիտակցում է, որ ինքը մեղավոր մարդ է, գիտակցում, եւ երբ որ գիտակցում, պատկերացրու նման է մեկին, որ ինքը հիվանդ է, բայց չի գիտակցում, որ հիվանդ է։ Եվ հոգևոր հիվանդ, եւ ասենք ֆիզիկական։ Եթե մարդը զգում ասենք գլուխը ցավում է, չի կարողանում գլուխը բուժել, ինչ պետք է անի։ Պետք է գնա ասենք ֆիզիկական բժշկի մոտ, որպեսզի նրանից իմանա, վերջ-վերջը նա իրենց ավելի շատ բան գիտի, այդ գծով է սովորել։ Կամ ասենք եթե հավատում ես, որ աղոթքով այս պահին ծունկի գաս Աստծուն աղոթես, խնդրես, որ ինքը գլխացավդ անցկացնի, հավատա որ կանցնի։ Ես փորձել եմ։ Եվ թող թե հավատ չլինեմ, եթե ինչ որ հավատքով ես անում, տրվում է քեզի։ Ուրեմն, երբ որ գիտակցես, որ մարդը իբրև մեղավոր անհատ ամեն պահի մեղք է գործում, երբ որ խոստովանում ես ապաշխարում, մենք հավաքական խոստովանություն ունենք, մենք անհատական խոստովանություն ունենք, առաջներում եղել է, օրինակ Դվինի կանոնների մեջ կար, որ այն քահանան, որ ձեռնադրված քահանան, որ գաղտնիքը հայտնում էր, այդ ծածուկ գաղտնիքը, նրանք կարգալույց էին անում, հանում էին քահանայական գործունեությունից։ Դժբախտաբար հիմա այդ անհատ խոստովանությունը չունենք, կա հավաքական խոստովանություն, որը մենք մեղքերը թվում ենք եւ մարդը ասում է մեղա Աստծո, այսինքն Աստված ինձ մեղքերից թողություն տա, եւ քահանան ասում է Աստված թողություն թող տա։ Ուրեմն գիտակցությունն է, որ մարդուն ստիպում է, որ ինքը հասկանա, որ վերջ-վերջը մեղք է գործել եւ պետք է այդ մեղքերի թողություն ստանա։ Աշուտ։ Բայց ոչ թե օթից։ Թողության տեղ կա, գնում ես եկեղեցի, դու գալիս աղոթք ես անում Աստծո, քահանան քեզ թողություն։ Եվ գիտեք, Տեր, այստեղ նաեւ երկրորդ ծայրահեղությունը կա։ Մեծ մասը մարդկանց չունի այդ գիտակցությունը։ Ոմանք էլ կան, որ իրենց միշտ մեղավոր են զգում։
եւ մշտապես տխուր են, մշտապես, ասենք, շատ վատ վիճակի մեջ են, այսպես ասած, նույնիսկ կյանքից հոգնած վիճակի մեջ են եւ դրա համար էր Նարեկացին նույն որ հենց ամբողջ ապաշխարության մատյան է իր մատյանը զգուշացնում մարդկանց, որ զգուշ եղեք, սա էլ շատ վտանգավոր է։ Սա էլ չարի խաբկանք է, որը որ ձեզ կարող է տանել միջև կորստյան կամ ինքնասպանության։ Ուրախ եղեք Տիրոջով ասում է, չէ՞, ավետարանը։ Այսինքն, երբ որ Տիրոջ անունը տալիս եք, ոչ թե պիտի լացեք, այլ պիտի ուրախ լինեք, որովհետեւ Տերը ուրախացնում է, ինքը չի տխրեցնում։ Այսինքն ներքին հանգստություն։ Երբ որ ապաշխարում ես, ոնց է մարդու վրա ասենք ծանր հոգնություն կա վրա։ Գնում ես գալիս ես մեկ մի հատ գեղեցիկ խոսք ասում, մի հատ երգ է երգում, ես թեթևանում ես, հանգստանում ես, վրա ուրախություն է գալիս, չէ՞։ Նույնն էլ մեղքերը տապանակարի պես նստում են մարդու վրա։ Եվ անընդհատ երբ որ դու չես ասում Տեր ների օգնիր, խնդրում եմ մեղքերից թողություն տուր, կամ գնաս ասենք Հիսուսի մարմինը առես ընդունես, այդ դեպքում կուտակվում են։ Եվ ավելի վատ է լինում։ Ռումբի նման կուտակվում է եւ ներսից է գալիս փոթորիկը։ Անշուշտ։ Եվ մի օր ճնշում ես ունենում, շաքար ես ունենում, չգիտեմ ես ունենում, սիրտդ է կանում, ասում են հանգարձակի մեռավ մարդը։ Հանգարձակի բան չի լինում։ Տարիների ընթացքում է կուտակվում այդ փոթորը։ Այդ հոգսերը կուտակվում միտեղից դուրս պետք է, մեկը սրտից է դուրս գալիս, մեկը ուղեղից է դուրս գալիս։ Դրա համար երբ որ դու թեթևանում ես, ոնց որ մարդու վրայից տապանակարը վերցնես, մեղքերի տապանակարը։ Ինչ կլինի մարդը։ Թեթևացած շանակ իր կյանքը։ Դրա համար սիրելի ժողովուրդ, երբ որ մենք ասում ենք ապաշխարությունը կարևոր խորհուրդ է, մենք ստիպողական բան չենք անում, մենք բացապես ձեր ուշադրությանն ենք հանձնում, որ մարդը, բացի դիմացինը օրինակ եթե մեկն է, որին գնում ես ասում ես, գիտես, մի քանի բան ունեմ, քեզ հետ ուզում եմ կիսվեմ։ Այդ մարդուն վստահում ես, Աստծուն վստահեք, կիսվեք Աստծու հետ։ Ամեն իրիկուն, երբ որ քնելուց առաջ ծունկի գաք, Աստծուն պատմեք ձեր բոլոր օրվա արածները, սխալ, ճիշտ, զրուցեք իր հետ։ Դարձեք զրուցակից ոչ թե ձեր ամուսնու հետ, ձեր ասենք զավակների հետ, այլ զրուցեք, դարձեք ձեր ամենամեծ զրուցակիցը Աստծուն, որը երբեք ոչ մեկին չի ասելու, թե դուք ինչ եք արել։ Եվ օգնելու եմ։ Եվ օգնելու է որպես հետևանակ։ Եվ հանգիստ կքնեք։ Հանգստությունը ներսից է գալիս, դրսից չի, դրսի եկած ամբողջ վնասակարը, ինչ որ ընդունում եք, ինչ որ ներսից է դուրս գալիս, դա է ամբողջ ձեզի վնաս տալիս։ Ուրեմն աշխարհեք ձեր ներսը հանգստացնեք, ինչով մեղքերի թեթևությամբ, ապաշխարությամբ։ Դրանցով կարող եք հանգստանալ։ Հայք մեր ժամանակը կարծես 2 րոպե ունենք, երևի աղոթքով կարողանանք այս ստացվենք, հա։ Ուղղակի մեր ժողովրդի խորհուրդը այս էր, որ խորհուրդը շատ կարևոր է ապաշխարության եւ փորձեք թեթևանալ։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Տեր Աստված, փրկիչ մեր, որ ողորմած ես եւ գթած, երկայնամիտ, բազում ողորմ, ցավում ես մարդկանց չարիքների համար։ Չես կամենում մեղավորի մահը, այլ կամենում ես նրա դարձը չար ճանապարհից եւ ապրելը։ Դու Տեր, քո առատ ողորմությամբ, մխիթարիր քո ծառաներին եւ տուր նրանց ապաշխարության հնարավորություն։ Հաշտվիր քո մարդասիրությամբ եւ դարձրու նրանց քո սուրբ եկեղեցու անդամները, որովհետեւ հոգով առողջացածները, հոստովանությամբ եւ ապաշխարությամբ մտնեն քո սուրբ եկեղեցին, քո ժողովրդի հետ միասին, քեզ առաքեն օրհնություն եւ փառք, Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Ամեն։